Ովքեր որ Ռուսաստանի շահ են պաշտպանում հայության մեջ, դրանք Հայաստանի թշնամիներն են, առնվազն։ Իրենք գիտակից են, թե անգիտակից են, այն մի Մարգարիտաբան, այդ ոճրագործներ են, այդ բաները, ուրեմն հայկական ծագումով մուտանները, որոնք համակիրներ ունեն, ուրեմն ասեմ, այդ Միգրանյան, Բագդասարո, Մարգարիտա, որոնք սրանք են ծծում, և սրանք հայ ժողովրդի ոճրագործներն են, ովքեր Հայաստանում են պաշտպանում կամ դրանք ավելի մեծ ոճրագործներ են և թշնամիներ են Հայաստանի պետության։ Սրանք ռուսացած, ռուսների կողմից չմերժված, սրանք ռուս չեն, ռուսները թքած ունեն սրանց վրա չեն վերցնում, բայց հայությունից անվերջ հեռացած և ռուսներին քզնող զանգված են Երևանից մինչև Մոսկվա, Վլադիվոստոկից մինչև Կալուգա և այլն և Կալինինգրադ, ոնց կուզեք։ Ուրեմն մենք պետք է մեր ազգային պետական շահ հասկանանք։ Եվ վերջ։ Եվ այստեղ ես հիշեմ մի բան, որ կակրած կներեք այդ բանի համար, գալիս այսօրվա համար։ 1891 թվականին Ռափայել Բաղդանյանը իր հայտնի վարդապետարանում հարց է դնում, ով է իսկական հայը, Ռափայել Բաղդանյանը, ասում է, ով գիշեր ցերեկ կպայքարի Հայաստանի ազատության և անկախության համար, ասում է, բա մնացածներն ովքեր են, ասում մնացած առիվի աչքեք են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր են, այլ անպիտան մարդիկ են, փողոցները լիքն են, բայց կրճատվում են և պիտի կրճատվեն, այդ դրանք այդ անպիտան մարդիկ են, որոնք ոչ ռուս են, ոչ ստեղել են, այդ մի նայեք, որ հայեր են անուն ազգանունով, չի պաշտպանում Հայաստանի պետական շահն է Հայաստանի Այստեղ այնպես, որ Իսրայելի, ինչու եմ ասում Նեթանյահուն, որտեղ մենք հասկանում ենք, որ Իսրայելը արևմտյան քաղաքականության այսպես հիմնական լծակներից, գեներացնողներից մեկն է, չէ, և իմ պրոգնոզը ճիշտ է դուրս գալիս, որ մենք պարտավոր ենք Միացյալ Նահանգների հետ անընդհատ մերձենանք, սա ցուցիչներից մեկն է։ Այդ դեպքում Ադրբեջանի հետ ինչ է լինելու։ Ադրբեջանի հետ լինելու է կանոնավորում, ոչ մի բան էլ չի լինելու։ Եթե մենք այս աղբանոցը չունենայինք 2 տարի, այդ ցույցեր, գործատուլներ եւ իշխանություններ ռիսկ կաներ, որ սրանց բանդերը մտցներ ոչ թե ընդրությունից հետո ցույցերը ցերեր։ Նկատի ունեմ Իսրայել եւ Ադրբեջան։ Նրանց հարաբերությունները վատանալու են քիչ շատ, ինչու՞։ Մեր պատճառով նրանք պատասխան։ Մեր պատճառը չի, ցեղասպանության Իսրայելի ճանաչածը մեր հետ կապ չունի։ Իհարկե չունի, դա մի կարող է ուրիշ բան լինել, բայց քանի որ մենք ենք սուբյեկտը եղել, մենք այնքանով չողոքեվորվենք, բայց դա խրվում է նաև Էրդողանի համապատասխան տեղը, խրվում է նաև ուզի-չուզի Ալիևի համապատասխան տեղը, չի կարող, որտև այդ ցեղասպանությունը ինքը մետաստազի նման մերձավոր միջին արևելք Անատոլիային ասում, ինչ Անատոլիա, հայկական լեռնաշխարհում, ամաչում եք ասել, հայկական, և հայկական լեռնաշխարհային հատվածում Արցախ աշխարհն է և մնացած է, բայց հիմա իմ ասածը չպիտի գալել այնպես, որ մենք ինչ-որ ակտիվանում ենք այդ հարցում, մենք կարիք չունենք, միլիոն անգամ ասել եմ, եթե որևէ այս խոշոր տերություն ուժեղ, եթե ուզում է ճանաչել, նոր կկանչի կասի արի ուզի տամ էլի, իսկ մնացածով իշքան ճաղես քեզ չի լինելու, չեն անելու, ասեցի օրինակը բերեցի, հիմա դրա համար մեզ մնում է պետությունը արդիականացնել, կանոնավորել հարաբերությունները տարածաշրջանում մեր հարևանների հետ։ Մեր ազգային շահեր, այո, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եւ այլն։ Իրանն էլ նկատի ունեցեք, Իրանը պատերազմից առաջ ուրիշ բան էր, հիմա ուրիշ բան է։ Ծեսները պիտի հասկանան եւ ձևակերպումները ավելի խորը տանել եւ լավ կարողանալ բալանսը հաշվապահի են, հանջարեղ հաշվապահի վարպետությամբ այդ հաշվեկշիռը կամ տարեկան բալանսը պիտի հանել, ուրիշ ոչինչ, և մենք հաջողած ենք, մենք արդեն հաջողած ենք, պարզապես պիտի մեր ազգային շահի հետ տեսնենք ինչքանով է, իհարկե մեր ցեղասպանությունն է մեզ հետ է առնչվում, մերն է, ուրեմն ինչ-որ մաս կա, քանի տոկոս է, գլխավոր է, երկրորդական է, մենք այստեղ պիտի մի բնավորության ձեռք բերենք, հայկական հուզականությունը,
սուտ խոսելը, բորոտախոսությունը, չէ, այնպես են խոսում, որ պատերազմում Ալիևին հաղթել են։ Հա, մի հատ էլ բան են անում, շատերը կան։ Ուրեմն այս բոլորից պիտի հրաժարվել եւ ինչ լիներ, կոչ են անում աշխարհով մեկ հիշել Արտաշեսին եւ Տիգրանին, Տրթադմեցին, որտեղ մեր ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեհամակարգը 301 թվի մեջ է։ Թե ինչ կանով, այ ժողովուրդը հիշում տա, մեր տված ձայների թիվը նայեք։ Այդ այնքան էլ հուսադրող չի, ուրեմն պետք է փոխվել, բայց այստեղ ես կոչ եմ անում, առաջարկում եմ, ուրեմն Տրթադի մեջ պես լինել իմաստուն Տրթադմեցի, բայց անգլիացու պես սառնասիրտ եւ հաշվել իմանալ, հաշվել, հրայի նման փոխ հաշվել իմանալ։ Այս բոլոր գումարեք, մենք կդառնանք կլասիկ հայ։ Եվ բոլորը շարժվում ենք առաջ։ Հիմա տեսնենք Նատանյահուն ինչ է անելու եւ Էրդողանն ինչ անել, մենք դու շատ նայենք, բայց դա մեր քաղաքականության հետ, գործնականի հետ առայժմ չպիտի առնչվի, ոչ մի ձևով։ Իրենք իրար հետ, չգիտեմ, վաղ կարող են գնալ նստեն ու տեղ խմեն հարցփակեն, ենթադրենք այդպես։ Այսինքն դուք ասում եք չպետք է հոգևորենք, դա նշանակում է, որ ինքներս ինչ որ հայտարարություններ Ինչին ենք հայտարարություն անում։ Իսրայելը, որ տասնյակ տարիներ մերժում էր, հիմա ճանաչել է։ Էրդողանը, որ չէր ճանաչում, հիմա ուրիշ կրիտիկական զանգվածի մեջ ենք։ Մեզ համար կենսական է Ռուսաստանից փոխվելը եւ հարաբերությունների հետ հարաբերությունները մեր ազգային շահերի ընկալման տեսակետից ուրեմն կարողանալ ձևակերպել, ռեալիզացնել եւ Ադրբեջանին անիմաստ զիջումներ չանելը, հակառակը մտածել այդ տարածքները սուրսվելը։ Ես եթե դա խանգարում է ինչ որ բան սրան, այդ բոլորից պետք է նայեք ասի անգլիացու պես, նայեք տեսեք ինչ է լինում։ Հետո այդ քայլերը կանենք, որտեղ դա մեզ հետ առնչվելու է մի օր, բայց ոչ հիմա։ Պարոն Շիրինյան, ասում եք, որ հիմա մեր գլխավոր նպատակներից մեկը Ռուսաստանի այդ ճնշումներից հեռանալն է, բայց Ռուսաստանից հեռանալն է եւ բայց Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, օրինակ Մեդվեդևը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի շարքային քաղաքացիների համար։ Հա, դա գրգռում է, էլի շարքային քաղաքացուն կներեք գրգռում բան է անում իշխանության դեմ, Նիկոլի դեմ է։ Մոսկվայի դեմ պայքարի գործիք է արևմուտքը դարձում շարքային քաղաքացու։ Իրենից լավ ինքը Պուտինի ուղիղ գործիքն է։ Ժիրինովսկին էր գործիքը, հիմա գործիքակազմն է։ Բայց Երևանը հիմա պատրաստ է այդ տնտեսական, այդ սոցիալական, այդ բոլոր մարտահրավերներին հիմա դիմակայելու։ Ուրեմն Եդինայա Ռասիա ցուցակը կազմելուց Մեդվեդևին ցուցակ չի մտցրել։ Ուրեմն այս աչքը լույս իրա։ Իրեն չեն մտցրել, որտեղ դա այսինքն իրեն գործիք որպես օգտագործում են, էլի մի բաժակ արավ քցե չքցե։ Հիմա ես իհարկե այստեղ էսպիսի բան կա, ռիսկ կա թե չէ, իհարկե կա, բայց եթե մենք այդ ռիսկերը չենք անում, ով է բերելու մեր դիմաց կանգնեցնելու։ Կարող է շատ բան անել, թե չէ։ Ես օրինակ եթե այսպես վերցնենք Աստված չանի մեծ գոդեմ արտերի չի հասնելու գործը, ենթադրում եմ չի հասնի, ես Մեդվեդևներից անչափ գոհ եմ, շնորհակալ չեմ, ինչու։ Իրենք չլնեին Հայաստանի տնտեսությունը չէր շարժվի Եվրոպա։ Հիշում եք բանը, մենք ենք մեր սարերը, բան ինչ ասում, ուրեմն Շերենցին մեր հանճարը դու չլիներ, ես լողացող ասում է սոսակցիան ոս նիդիսին ասում է դու չլիներ, ես լողացողը չէ, ես ժողովրդի ռուսներից կփոխվի, վարիանտ չկար, հիմա փոխվում է, վարիանտ չունի, իշխանությունները հեշտությամբ կարող է այդ բանը ռեալիզացնել, դժվարություններ լինելու են, թե չէ, դժվար է ասել, որովհետև արևմուտքը օգնում է, հիմա վնասներ կլինեն, թե չէ, ասել եմ, հիմա եմ ասում, ես հեչ կասկած չունեմ, որ կառավարությունը ինքը իր ֆոնդերից արդեն միջոցներ տրամադրել է, որ արևմուտքը փող է տալիս, միջոցներ եւ փաստորեն Եվրոպայի դռները բացել են, շուկան բացել են, էլի չեք ուզում։ Չեք ուզում Ռուսաստանի աղբանոցից դուրս գաք։ Եթե լինի, այդ ապրանքը երբեք լավ չեք արտադրելու, Ռուսաստանում որտեղ աղբը վաճառվում է, երբեք մենք չենք զարգանալու։ Ուզում եք Սերժի Ռոբերտի ժամանակը, այդ մի 30 տարի հետ վերջնականապես ջնջխվենք, վերջանանք, շարունակեք նույնը, ինչ եղել։ Այսինքն սա շանս է նաև հնարավորություն է Պուտինը տվել է Հայաստանին անկախացնում է
Ինչպես որ Ուկրաինային մարդ դարձրեց եւ գլխին փորձանք դարձրեց, որ այդ Ուկրաինան իրեն ոչնչացնի եւ ոչնչացնելու է։ Քաղաքականություն, ինչպես ասում են, իրենք են սիրում ռուսները, երբ բանի այդ երկու գլխանի, չգիտեմ ինչ է թե չէ։ Քաղաքականություն խելքի բան է, էլի։ Իսկապես եմ ասում, Մեդվեդևը չլներ, Մարգարիտա Սևոնյանը չլնեին։ Այդ որ ես քանի տարի առաջ սկսել էի ռուսի բացադրել Ռուսաստանը, չհոշոտում են ճամփեքին։ Հիմա մարդկա ինձնից բան է, ինձ սովորեցնում են Ռուսաստանն ինչ է։